Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ը տեսակապի միջոցով զրուցելու է միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թումասյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Թումասյան, Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, բայց քննարկումները դեռ շարունակվում են։ Վարչապետն իր եզրափակիչ ելույթում ազգային ժողովում նաև անդրադարձավ հնարավոր ազդեցություններին, նշում էր, որ քրեալիգարխիկ համակարգին արմատախիլ անելու փորձերն ուղեկցվել են նաև արտաքին ազդեցությամբ, այդ թվում նաև գոյաբանական սպառնալիքների ռիսկ է առաջացել։ Ձեր դիտարկումները, որոնք են նկատի ունենալով են բոլոր հիբրիդային հարձակումները, որ տեղի ունեցան նախընտրական շրջանում եւ դեռ շարունակվում են առ այսօր։ Իհարկե ես համամիտ եմ վարչապետի հետ, որ շատ լուրջ խնդիրներ էին ձևավորվել այս ընտրությունների համատեքստում, այդ թվում հիբրիդային հարձակումների եւ արտաքին ազդեցության ուղղությամբ, բայց ամենագլխավորը այն է, որ հայ ժողովուրդը հստակ որոշում կատարեց եւ աջակցեց քաղաքացիական պայմանագրին, այսինքն ինքնիշխան պետականությանը եւ դրանով փաստացի տվեց նոր մանդատ նրա համար, որ վարչապետ Փաշինյանը եւ ամբողջ քաղաքացիական պայմանագիրը շարունակի կառավարել պետությունը այն ուղին, որը ընտրել է հայ ժողովուրդը եւ դա է ամենակարևորը։ Իհարկե համոզված եմ, որ մոտակա ժամանակահատվածում այդ ուղղությամբ նկատի ունեմ դա կլինի կաշառքը թե որևէ ապօրինի ազդեցություն եւ գործողությունները պատկան մարմինները ինչպես ակտիվ նախընտրական, այդպես էլ հետընտրական գործընթացներում պատասխանատվությամբ կենթարկեն բոլոր այն մարդկանց, որոնք օրենքի խախտումներ են կատարել եւ որոնք նաեւ բացահայտ օտար երկրի ազդեցության գործակալներին իհարկե այդ ուղղությամբ էլ համոզված եմ, որ պետք է ել ավելի ակտիվ լինեն քայլեր, ընդհանուր առումով այդ մարդիկ լուրջագույն սպառնալիք են ներկայացնում իհարկե պետականության համար եւ այդ հարցը պետք է լուծվի։ Դուք ինչ ճանապարհ եք տեսնում, վարչապետն ամենակտրուկ նաեւ միջոցների մասին է խոսել, որ նրանք պետք է ունեզրկվեն, պետք է հայտնվեն ճաղերի հետևում եւ հասարակության մի զգալի հատված հենց դրան էր սպասում նաեւ միջև այս ընտրությունները, նույնիսկ հարցեր առաջանում, ինչու պետք է կարողանային ընտրակաշառք բաժանող ուժերը առհասարակ մասնակցեին ընտրություններին եւ Գումարով բոլորը միասին 500,000 ձայն ստանային։ Գիտեք, այստեղ շատ կարևոր է նշել, որ ես համամիտ եմ վարչապետի հետ, երբ վարչապետը խոսում է նրա մասին, որ այս խնդիրները, որը ձևավորվել է, լուծումները անհրաժեշտ եւ այդ թվում այդ կոնկրետ օլիգարխիկ խմբերի մասին է խոսքը, եւ ես կարծում եմ, որ այդտեղ պետք է մոտենանք դրան ավելի համակարգային ձևով, այսինքն մենք պետք է այնպես եւ վարչապետը դա էլ ասաց, որ պետք է ինքնիշխանության այնպիսի որակի հասնենք, որ արտաքին միջամտությամբ անհնար լինի այդ տարբեր գործակալական ցանցին ուղղությամբ արտաքին ճնշումներ լինի եւ պետությունը կարողանա լիարժեք պատասխանատվության ենթարկել, որտեղ նախկինում երբ Հայաստանը շատ ավելի օծելի եւ շատ ավելի մեծ կախվածություններ ուներ, շատ ավելի բարդ էր արդարության բերել ուրեմն այդ բոլոր մարդկանց, ուստի հիմա Հայաստանի ինքնիշխանության զարգացման եւ ամրապնդման զուգահեռ, որը տեղի է ունենում եւ համոզված եմ հաջորդ 5 տարվա ընթացքում այս մանդատով նաեւ տեղի կունենա, հնարավորություն կլինի, որ պետականությունը այդքան ամրապնդվի, որ որևէ ուրիշ պետություն չկարողանա ազդել նրա վրա ներսում արդարության ապահովման ուղղությամբ, իսկ այդ ապահովումը անպայման պետք է տեղի ունենա արդար դատական գործընթացների շնորհիվ եւ գաղափարը վարչապետի լիովին կիսելով իհարկե պետք է ձևավորենք այնպիսի արդարադատություն, որ այդ մարդկանց ճակատագիրը որոշի դատական համակարգ։ Պարոն Թումասյան, ձեր դիտարկմամբ օրինակ այն խստացումները, որ նախատեսում են նաև պատգամավորները, որ Հայաստանի ընտրություններին կարողանան մասնակցել են քաղաքացիները, որոնք գոնե մինչև ընտրությունը 6 ամիս բնակվել են Հայաստանում, բավարար կլինի, որ մենք հաջորդ ընտրություններին չունենանք այն իրավիճակը, որ ունեցանք այս ընտրություններին, դուք այն անձանցից եք, ով բարձրաձայնել էր նաև Ջավախքից դեպի Հայաստան մարդկանց կաշառքի կամ սպառնալիքների միջոցով տեղափոխումը մասնակցելը, ունեցանք դեպքեր Ռուսաստանից անթաքույց նշում էին ինչի համար են եկել Հայաստան, ինչքանով է կարևոր նաև վերահսկել, թե ովքեր են տնօրինելու Հայաստանի հետագա ճակատագիրը։ Ես համարում եմ, որ դա շատ կարևոր օրենսդրական փոփոխություններ են, շատ անհրաժեշտ, գուցե մի փոքր նույնիսկ ուշացված, բայց
դա անհրաժեշտ է կարևոր է, բայց բավարար չէ, կարծում եմ մի շարք ուրիշ նաև որոշումներ պետք է կայացվեն այն նպատակով, որ հաջորդ ընտրությունները եւ առհասարակ ներքաղաքական դաշտը լինի ել ավելի առողջ, բայց չնայած դրա ես անձամբ որևէ հարցական լեգիտիմության հետ կապված չեմ տեսնում, չնայած այդ արտաքին միջամտությունների ընտրությունները անցան արդար եւ թափանցիկ եւ քաղաքացիական պայմանագրի մանդատը ժողովրդի կողմից տրված եւ լեգիտիմությունը այդքան բավարար մակարդակի վրա է եւ որ ուրեմն իշխող ուժը ունի հնարավորություն անհրաժեշտ բոլոր օրենսդրական փոփոխությունները որ տեղի ունենա այդ թվում այդ որոշումները կարևոր ինչ մենք նշեցինք եւ առհասարակ օրենսդրական ներքաղաքական այնպիսի փոփոխություններ, որոնք շատ հարցեր կարող են լուծել։ Գուցե նկատի ունենալով այն, որ նույն Սամվել Կարապետյանը չհամապատասխանելով սահմանադրական պահանջներին միևնույն է փորձում է իրան ապագա վարչապետի տեխնացու ներկայացնել եւ այլն, այդպիսի հարցերն էլ համոզված եմ կլուծվի օրենսդրական փոփոխությունների շնորհիվ։ Սամվել Կարապետյանը ձեր դիտարկմամբ ինքն էր իրեն հաջորդ վարչապետ պատկերացնում, թե ամեն դեպքում այստեղ կար Ռուսաստանի ազդեցությունը, ինչքան էլ փորձում են հերքել, եւ արդյոք օրինակ Ռուսաստանի այս չշնորհավորելը, անընդհատ ինչ-որ ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցելը, թե սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, խախտումներ են եղել եւ այլն, ինչի հետ է կապված, իսկապես Ռուսաստանում մտածում էին, որ Կարապետյանը հաջորդ վարչապետն է լինելու։ Շատ ուղիղ կպատասխանեմ ձեր հարցին, որ այս փոքրիկ խմբակները Հայաստանում գործող Կարապետյանի, Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանին այդքան էլ առանձին պետք չէ ընկալել։ Գլխավոր այդ երկու խմբակները ունեն Ռուսաստանում իհարկե տարբեր մարտիկ, ում միջոցով իրանք փորձում են ազդել ռուսական պետական որոշումների վրա իրանց կոռուպցիոն համակարգների շնորհիվ։ Ուստի այդ մարտիկ նաև իրանց անձնական շահերից ելնելով փորձեցին վնասել հայ-ռուսական հարաբերություններին, փորձեցին իրենց ներկայացնել այստեղ ինչպես հաջորդ իշխանություն եւ հիմա էլ ամեն ինչ տարեցին, հիշում եք, որ հորդորում էին Ռուսաստանին տնտեսական պատերազմ սկսել Հայաստանի դեմ, հիմա էլ հորդորում են Ռուսաստանի չճանաչի արդյունքները։ Ես պետք է այստեղ անպայման ասեմ, որ համարում եմ, որ այս մարտիկ հայ-ռուսական հարաբերությունների թշնամիներ են եւ համարում եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի շահերի մեջ նաեւ մտնում է լավ բարիդրացիական հարաբերություններ ձևավորելը եւ եւս մեկ ապացույց է այս ամենը ինչ տեղի ունեցավ, որ երբ այդ մարտիկ չունեն ժողովրդի քվեն, ապա իրանք Ռուսաստանին փորձում են օգտագործել ներքաղաքական օրակարգում, իսկ այն ուժը քաղաքացիական պայմանագիր է եւ բոլոր նրանք, ով աջակցում ենք քաղաքացիական պայմանագրի ինքնիշխան պետականամետ քաղաքականությանը, ես համոզված եմ, որ մենք բոլորս առաջարկում ենք Ռուսաստանին իրական հայ ժողովրդի եւ հայ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ նոր էջից սկսել հարաբերություններ, որը միմյանց հանդեպ հարգանքի վրա կլինի հիմնված, այլ ոչ թե գործակալական, մաֆիոզա-կլանական ինչ-որ համակարգի, եւ ես նույնիսկ կարող եմ այստեղ այնպիսի գնահատական տամ, որ այո, երևում է նաև Ռուսաստանից ինչ-ինչ նաև պատրաստակամություն եւ քայլեր այն առումով, որ փոխվի այդ մոտեցումը վնասակար եւ վտանգավոր Հայաստանի հանդեպ, ուստի ես կարող եմ ասեմ, որ տեսնում եմ այս ուղղությամբ բավականին մեծ հնարավորություններ, որ գործակալական ցանցի հարցը լուծելով, այդ մարդկանցից ձերբազատվելով, մենք ձևավորենք իրական ուրեմն հարաբերություններ, չնայած այն խնդիրները, որը նախկինում եղել են, շատ պետությունների միջև է լինում խնդիրներ, ուրեմն հնարավորություն կա, որ նոր էջից սկսենք հարաբերություններ, բայց միմյանց հարգելով եւ միմյանց ինքնիշխան որոշումները հարգելով, դա ներառում է Հայաստանի ինքնիշխան ուրեմն քաղաքականությանը եւ ժողովրդի կողմից քվե ստացած քաղաքական ուժին լիարժեք հարգանքը եւ հրաժարվել այն սպառնալիքների, այն ուրեմն հարվածների կլինի դա թե բացասական մեկնաբանությունների, թե եւ ուրիշ մոտեցումներին, որը վերջի ժամանակ համոզված եմ այդ գործակալական ցանցի մեծ ներդրումով Ռուսաստանից ցավոք տեղի էր ունենում։ Բայց Ռուսաստանը ամեն դեպքում հաշտ կլինի այս իշխանությունների հետ, որովհետև տպավորություն է, որ ամեն ջանք ներդրեց, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, ընդհանուր Սամվել Կարապետյանին այստեղ ուղարկելով, այդ ամբողջ հիբրիդային գրոհները, որ տեղի ունեցան, պետք է Ռուսաստանին փոխել իշխանությունը ու չփոխելով ինչ է ստանում փաստորեն։
Կարող եմ ձեզ հստակ ասեմ, որ Ռուսաստանում երկու կարծիք կա այս թեմայի շուրջ, ինչը բավականին լավ է, եւ այո, կա առանձին կարծիք բարձր պաշտոնյաների միջև, ով համարում է, որ այդ ռազմավարությունը նախկինում գոյություն ունեցած, որը հիմա նաև ինչ խմբակներ փորձեցին գործադրել, Սամվել Կարապետյանին ուղարկելով, Ռոբերտ Քոչարյանին գործի դնելով, Գագիկ Ծառուկյանին, մնացած Պոչերին, առհասարակ Կտրիչ Ներսիսյանին առանձին, այդ ռազմավարությունը հայ ազգի դեմ ուրեմն մի կոնկրետ խմբի կողմից Ռուսաստանում բարձր պաշտոնյաների գնահատվում է ինչպես սխալ, ինչպես վտանգավոր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, եւ ուստի ես կարծում եմ, որ դա շատ դրական է, եւ ես հուսով եմ, որ ուրեմն Ռուսաստանում որոշող կայացնողները ի վերջո գան այն ներզակացության, որ այս մոտեցումը, այսինքն հարգանքով վերաբերվել հայ ժողովրդի ընտրված իշխանություններին, Հայաստանի պետականությանը եւ ձևավորել ուրեմն հարաբերություններ միջպետական ուրեմն միմյանց շահերը հաշվի առնելով, այդ հնարավորությունը, որ այդ ճանապարհը եւ ուղին հաղթի, շատ մեծ է եւ ես տեսնում եմ, որ կա այդպիսի հնարավորություն, եւ հարցը նրանում է, որ հիմա այս գործակալական ցանցը ամեն ինչի անում իրենց սեփական գողացած միլիարդները փրկելու, իրենց սեփական քաղաքական ազդեցությունը փրկելու, բայց ես նաեւ կարող եմ ասեմ, որ նույն Ռուսաստանը տեսնում է, որ սրանց մեջ հիմա օգուտը այս քաղաքական ուժերից շատ ավելի քիչ է եւ իրականում հակառակը, իրանք Ռուսաստանի համար ամենախնդրահարույց ուժն են, որովհետեւ ամբողջությամբ հայ ընտրողի աչքերում Ռուսաստանի համար Ռուսաստանի հանդեպ բացասական դրսևորում են ձևավորում այդ կոնկրետ գործակալական ցանցի ներկայացուցիչները։ Ուստի համարում եմ, որ կա հնարավորություն եւ այդ պատճառով է, որ կրկնում եմ, շարունակում եմ կրկնել եւ նաեւ աջակցում եմ քաղաքացիական պայմանագրի պարոն վարչապետի բոլոր այն հայտարարություններին, որոնք արվում են նրա մասին, որ Հայաստանը եւ ուրեմն առաջարկում է Ռուսաստանին նոր էջից ուրեմն շարունակել կոնստրուկտիվ միջպետական հարաբերությունները, մենք որևէ դեպքում այդ սադրանքների չենք գնալու, որը էլի Ռուսաստանից է եկել եւ եկել է այս գործակալական ցանցի շատ մեծ ներդրումով, որ հայ-ռուսական հարաբերություններում սրում տեղի ունենա, որից իրանք օգտվել էին ուզում, որովհետեւ մենք տեսանք հա օրերս վտանգավոր հայտարարություններ ներքաղաքական գործընթացների մասին, դրա հետևանքների հնարավոր եւ այլն, այդ մարդիկ ուզում են արյուն, ուզում են խնդիրներ, ուզում են քաղաքացիական ինչ-որ առճակատում, որովհետեւ ուրիշ ձև իրանք իշխանությունում հայտնվել չունեն։ Սամվել Կարապետյանի ճակատագիրը որն է լինելու այսքանից հետո մարտով վատ հեղինակություն չուներ Հայաստանում, բայց Ռուսաստանից եկավ, փաստորեն Հայաստանում գոնե իր բարեգործությունների մասին լավ կարծիք կար նախքան իր քաղաքականություն մտնելը, բայց գալ այստեղ պաշտպանել Կտրիչ Ներսիսյանին, սա որպես հիմնավորում բերել, հետո օրինակ կեղծ օրակարգեր մտցնել դաշտ, փորձել գալ իշխանության օրինակ 300,000 ադրբեջանցիների կեղծ թեզով ահաբեկելով ժողովրդին, ինչ ճակատագիր է ձեր դիտարկմամբ իրեն սպասվում բիզնեսմեն, հետո քաղաքականություն, փաստորեն որ անհաջող այսպիսի ավարտ ունեցավ։ Ես կարծում եմ, որ պարոն վարչապետի գնահատականը այս առումով էլ շատ դիպուկ էր, որ իրանք երազելու են երկրից լքելու հնարավորություն ունենալ, բայց չեն ունենալու այդ հնարավորությունը, որովհետև ամենակարևորը հիմա այն է, որ ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլ առհասարակ այս ամբողջ եռագլուխ էլ չի, այլ բազմագլուխ ուրեմն հրեշի հակահայկական եւ հակապետական հարցը լուծվելու է։ Ամենահետաքրքիրը այն է, որ կամ այդ հարցը կլուծվի ուրեմն Հայաստան-Ռուսաստան առճակատման ինչ որ գործընթացի ներսում, ինչը ես կարծում եմ, որ բացասական կլիներ, կամ այդ հարցը կլուծվի, երբ Ռուսաստանը ինքը նաեւ պատրաստ կլինի պայմանավորվելով լեգիտիմ իշխանությունների հետ, ուրեմն խնդիր չստեղծել եւ փաստացի զոհաբերել այդ գործակալական ցանցը, որովհետև նորից Ռուսաստանում էլ հասկանում են, որ այդ գործակալական ցանցից օգուտը բավականին նվազում է եւ վնասը աճում է։ Ուստի Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Կտրիչ Ներսիսյանը եւ մնացած ուրիշները, որոնք Հայաստանի պետականության դեմ ուրեմն այսպիսի մեծագույն հարված դավաճանություն եւ հակապետական գործողություն էին պատրաստում, ես համոզված եմ, որ այս բոլոր հարցերի շուրջ իրանք արդար դատարանի առջև պետք է պատասխան տան, ընդ որում Ռոբերտ Քոչարյանին անպայման պետք է հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը նաեւ ներառի, ինչպես գույք պարտքի դիմաց,
Եվ այդ առումով, եթե Ռուսաստանի պետությունը չվերցնի իր վրա պատասխանատվությունը նույն գույք պարտքի դիմաց եւ մնացած այդ դեպքերի, այլ հաստատի, որ սա այդ մարդկանց որոշումներն էր այստեղ, ուստի սրանով զոհաբերի այս մարդկանց քաղաքական առումով շատ ավելի օգտակար կլիներ հայ-ռուսական հարաբերությունների համար, քան եթե Ռուսաստանը փորձի հիմա այդ մարդկանց պաշտպանի եւ ուստի դրանով նաեւ փաստացի ինչ որ առումով ներգրավի այն գործընթացներում, որ ցույց տա, որ ինքը նաեւ մեծագույն մասնակցություն է ունեցել այդ բոլոր հակահայկական եւ հակապետական գործողությունների մեջ։ Ուստի ես կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կարողանալու ենք մաքրել ամբողջությամբ ընդդիմադիր դաշտը հակապետական գործակալական ցանցից եւ դրա հետևանքով ձևավորելու ենք այնպիսի քաղաքական դաշտ, շնորհիվ քաղաքացիական պայմանագրի պետականամետ գործողություններին, որ հայկական քաղաքական դաշտում օտար պետության գործակալական ցանցներ չեն լինի եւ այլևս երբեք չեն լինի։ Շնորհակալություն պարոն Թումասյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։